Արյոտ Սաղմոսի մեջ այսպիսի խոսքեր ուղղված սիրելիներ, մի քանի կարևոր մտքեր ես ուզում եմ կարդանք եւ նայենք։ Մենք ասեմ ձեզ, քուրեր եղբայրներ, մենք լուրջ վերջի ժամանակների մեջ ենք, հավատացեք ժողովուրդ ջան։ Ես լուրջ եմ ասում։ Որովհետեւ Տիմոթեոսի թուղթը ասում է չար ժամանակներ պիտի գան, եւ այսօր չար ժամանակներ է։ Մարդիկ պատճառ են ման գալիս, որպեսզի մի չնչին, մի ստից, մի բառից իրանց մեջի ներսի եղած նեղվածությունից, վրդովատությունից, բորբոքումից, որպեսզի դուրս ժայթեն, որպեսզի մի բան գտնեն, որ մի բան ասեն մեկին։ Մարդիկ ման են գալի, մի մեղավոր մեկին գտնեն։ Եվ սա քանի գնաց ավելի պետքա սարսափելի դառնա։ Եվ ամեն մարդ մանա գալի մի խոսք բռնի, որ այդ մի խոսքով իր դիմացինին հոշոտի, թեկուզ գիտակցաբար, թեկուզ անգիտակից։ Եվ սա ավելի պետք է շատանա, քուրեր եղբայրներ։ Եվ պետք կատարվի այն խոսքը, որ Տերն ասում է, որ սուրբերը ավելի պետքա սրբվեն, մեղավորներն էլի մեղավորվեն։ Կեղտոտներն ավելի կեղտոտվեն, մաքուրներն ավելի մաքրվեն։ Այս զատումը պետքա տեղի ունենա, որ ասնի այն խոսքին, որ Տերն ասեց, երբ որ գամ երկրի վրա հավատք կգտնեմ։ Ես մեկ մտածում եմ, ասում այ մարդ, նոյի ժամանակ միլիոնավոր մարդիկ են էլ է, լավ, այդ քանի մեջ, մենակ այդ մի մարդն էր, այդ մի 8 հոգին փրկվեցին, խել ուրիշ մարդիկ չկային, այ ինչպես նոյի օրերեմ գնաց, որ հասավ ընդամենը մի ընտանիք փրկվեց, այդպես էլ այս աշխարհի մեջ գնալու է մեր կյանք հասնի մի վիճակի, որ շատ քչերից քչերը փրկվեն, որովհետև Տերն ասում է, եթե Իսրայելը ծովի ավազի չափ լինի, մնացորդը պիտի փրկվի։ Բայց Աստված չանի, որ մենք այդ կորսվողների մեջ լինենք, այլ Աստվածտա, որ մենք այդ մնացորդի մեջ լինենք, ժողովուրդ ջան, իզա կախված է քեզանից։ Խոսում ես մարդուն, մարդուն ասում ես, հապա աշխարհի, դառ Հիսուսին նեղանում է։ Մարդուն ասում ես, մկրտվի, ասում է, նեղանում է։ Ոնց ես ապշած, բա ինչ ասենք, լավ ժողովուրդ ջան։ Բա ինչ քարոզենք։ Ասենք գնացեք, քեֆ արեք, կերեք, խմեք, ինչ ուզում եք արեք, ես կմեռնեմ, բայց այդպիսի բաներ չեմ ասի։ Ավելի լավ է ես մեռնեմ, քան թե հանկարծ տենց մոլորություն ես կխոսեմ։ Մենք պետք է ճշմարտությունը խոսանք։ Եվ դրա համար նրանք, ովքեր ճշմարտությունից են, նրանք այդ ճշմարտությանը պետք է գան, թեկուզ քչերը։ Բայց նրանք, ովքեր ճշմարտությունից հեռու չեն, օրեցօր նրանք պիտի հեռանան։ Օրեցօր պետք է նրանք հեռանան։ Ախոթեք, որ դուք դրանց մեջ չլեք, ես էլ դրանց մեջ չլնեմ։ Լա տեսեք ինչ ասում 107 Սաղմոսի 10 համարից։ Նրանք, որ նստում էին խավարին եւ մահվան շուքում, նեղությունով եւ երկաթով կապված, որտեղ Աստծո խոսքերին հակառակ կացան եւ բարձրյալի խորհուրդներ անարգեցին, եւ նա նրանց սիրտը խորանացրեց նեղությունով, որ տկարացան եւ ոչ ոք չկար որ օգներ, եւ դեպի Տերը աղաղակեցին նրանց նեղությունում, եւ նա նրանց փրկեց նրանց վշտերից։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, ասում են նրանք, որ նստում էին խավարի ու մահվան շուքում, նեղությունով եւ երկաթով կապված։ Այսօր ժողովուրդ ջան, այդ խավարի շուքը սատանան բռնել է մարդուն, եւ մարդուն երկաթի կապանքներով կապել է, եւ մարդ այսօր մեղքի անօրենությունով կապված է, եւ չի տեսնում այս ամեն մարդը։ Գիտեք, ներող կլնեք մի հատ կոպիտ օրինակ պետք է բերեմ աշխարհի, որ པարզ լինի։ Ես շատ եմ սիրել գյուղ, ու մինչև մեն սիրում եմ, եւ հիշում եմ, երբ որ գյուղում էինք, փոքր ժամանակ տատս ընդեղ էր, գնում էինք, մի քանի տարի ես ընդեղ մնացել եմ ծնողներիս հետ։ Մենք կով ունեինք, տատս կով ուներ։ Եվ այս հորթը, երբ որ ծնվում էր գարունը, որ խոտը նոր էր դուրս գալիս, այս փոքր հորթին տանում էինք, սենց թոգը կապում էինք իր վզին, ու օրը գմենք։ Այս հորթը սեզման էր գալի, թամամ խոտ ուտել էր չգիտեր, սա մի փոքր, մինչև կամած մեծանում էր։ Այս հորթը, որ փոքր էր, իր համար սենց գնում էր այդ թոգ իրան հերիք էր անում։ Այդ մի փոքր խոտը ուտում էր, նստում էր, ջուր էր խմում, հանգիստ էր։ Բայց որ այս աշնան կոմը արդեն մի քիչ մեծանում էր, այն վայրի բորեր են ասում, այն մեծ ճանջերը, որոնք սրանք կենթանիներին, ասենք կովերի վրին ծակում են, ձվերը դնում են կովի կաշվի մեջին, ու սաղ ձմեռ այդ ձուն կովի կաշվի մեջ մնում է ու վերջը գառնանը այդ կովի կաշվից դուրս ախրճեմ, շատ սաստիկ ծակում էին։ Եվ որ այս բորերը արդեն սկսում են այս կովերին հորթերին ծակել, այս հորթերը ուժեղ ցավից վազում էին։ Բայց ինչքան էին վազում, այնքան մինչև որ թոգի սահմանն էր։
Այդ թոգը ինչքան այդ սամանները այդքան էին վազում, ու այդ չէր կարամ արդեն այս թոգի այդ օրուգի 4 կողմը այս հորտը սենց վազում էր, այդ ցավից բայց չէր կարողանում փախներ։ Իսկ առաջներեմ գառնանը այդ թոգ իրան պետք չէր, այդ մի բուջուրն ու տմերսկի թոգը պետք էլ չէր որ ձգվեր։ Այսօր ժողովուրդ ջան, սատանան մարդին կուրացրել է, եւ մարդին կապերով, կապանքներով կապել է, եւ այս մարդը չի հասկանում, որ ինքը գերության մեջ է, չի հասկանում, որ ինքը կապանքի մեջ է, որ ինքը նեղության մեջ է, դժվարությունը, նեղությունը, խնդրեմը երբ որ գալիս է, միշտ մեղավորը հանում դիմացինին։ Եվ նաև Աստծուն։ Եվ շատ ժամանակ ասում է մեղայեմ Տեր ջան, բա որ Աստված կա, խի սենց եղավ, բար Աստված կար, ինչի սենց եղավ։ Աստված, իմացեք բարեկամներ, ոչ մեկին վատություն չի արել ու չի էլ անելու։ Նրա մեջ վատ բան չկա։ Աստծո բնույթը սեր է, իսկ սիրո մեջ վատություն, անօրենություն չկա։ Եթե մի չար բան կա, թե մի դժվարություն կա, մի հատ խնդրեմ կա, դա իմ ու քո մեջ է, դա մեր հին բնույթն է, որը որ մեզ գերել է։ Եվ այսօր մարդը չհասկանալով նեղվում է, վիրավորվում է, բախի Աստված սենց արավ։ Աստված չի արել, դա քո խելքն արել, իմ խելքն արել, իմ ցանկություններն արել։ Եվ ասում է, խավարի շուքում նստած էին երկաթով կապված։ Հիմա մարդը կապված է նեղության մեջ, խնդրեմի դժվարության մեջ։ Ինչի համար այս ամենը բացատրում է։ Ասում է, որովհետև Աստծո խոսքերին հակառակ կացան եւ բարձրալի խորհուրդները անարգեցին։ Այսօր մարդը գիտի, Աստծո մասին գիտի։ Ստեղ նստած եք բավականին մարդիկ, բոլորս էլ գիտենք, ես էլ ձեր հետ միասին։ Բոլորս էլ որ ստեղ եկել ենք անկախ նրանից ինչ հոգեոր վիճակի մեջ ենք, ինչի համար ենք եկել, բոլորս էլ գիտենք Աստծո մասին։ Բոլորս էլ գիտենք Աստծո խորհուրդները, բայց ինչքանով ենք մենք այդ խոսքը մեր մեջ կյանք դարձնում։ Ինչքանով ենք այդ խոսքին մենք հնազանդվում։ Տերն ասում է իմինները իմ ձայնը կլսեն ու իմ հետևից կգան։ Այսօր ինչքանով ենք մենք այս ձայնը լսում։ Ինչքանով եմ ես իր հետևից գնում։ Գիտեմ, այո գիտեմ, բայց դուս եմ գալի գողը գնում այլի գողություն անեմ, անառագը գնում այլի անառագություն անեմ, խապեպան գնում այլի խապեություն անեմ, բամբասողը գնում այլի բամբասն, չարը գնում այլի չարություն անեմ, գիտ ինչ օգուտ։ Ինչ օգուտ այդ խոսքը ինչ պետք է արզի այդ մարդի վրա, եթե նա պետք է իր չար ճանապարհներով գնա։ Թողտերը օգնի ժողովուրդ ջան, որ մենք ոչ թե խոսքը միայն լսողներ լինենք, այլ այդ խոսքը մեր մեջ կյանք դարձնողներ։ Այդ խոսքը պետքա գա, որտեղ ասում այդ խոսքը նա իր խոսքը կուղարկու, այդ խոսքը կբժշկի։ Այդ խոսքի հայտնությունը պիտի գա քո ներսը, որ քո ներսը բժշկվի։ Մինչև այդ խոսքը չհայտնվի, դու չես փոխվելու, ես չեմ փոխվելու։ Ինչքան ուզելի, ինչքան ուզի չարչարվես, ինչքան ուզի նեղություն քաշես։ Դրա համար մենք չպետք է խոսքին հակառակվենք։ Իսկ այդ խոսքը Տեր Հիսուսն է։ Հովանու ավետարան առաջի գլխի հենց առաջի համարից ասում է սկզբը մեր բանը եւ բանը Աստծո մոտ էր ու բանը Աստված էր։ Ամեն բան նրանով եղավ, որ նրան ոչինչ չեղավ։ Ռուսերեն գրված է «Сначала было слово, и слово было у Бога, и слово есть Бог»։ Ունայնեմ գրված ասում է սկզբում էր այդ լոգոսը։ Դա համար ասում է ինչի մարա մարդը նեղության մեջ, ինչի մարա մարդը տառապանքի մեջ, որտեղ հակառակ ասում։ Հակառակ ասում։ Երբ որ կարդում ենք Հռոմեացիս թուղթը քուրեր եղբայրներ, ասում է առաջ հրեային պատիժ նոր հույնին, օրնություն առաջ հրեային նոր հույնին։ Որտեղ հոգևոր մարդը, Աստծուն իմացող մարդը ավելի մեծ պատժի պիտի ենթարկվի, քան թե այն անապաշխար մարդը, որ ասում մասին չգիտի։ Որտեղ Սուրբ Գիրքը այսպես ասում։ Ասում է եկավ խավարի մեջ ժողովրդին, ասում է չճանաչեցին նրան։ Եկավ իրաններին, իրանները չընդունեցին։ Այսինքն խավարի մեջ նստող մարդը չգիտի, այդ մարդը ոնց գիտի իր մարդ, չգիտի Աստծո մասին, չգիտի Աստծո պատվիրանների մասին, իր գաղափարով, իր հոգով գնում է։ Բայց եթե դու ճանաչում ես Հիսուսին, դու լսել ես նրա խոսքը, դու նրան վայելել ես, առել ես համը, այդ աննավորությունը, որ ենոք եղբայրի շեշտեց, ասում է 3 անգամ ինձ փրկել է Հիսուսը, այսինքն դու քո բերանով դավանում ես, որ Հիսուսը քեզ փրկել է 3 անգամ, եւ այսօր դու մերժում ես, դու պետք է հաշիվ տաս։ Ես է պետք է հաշիվ տամ։ Եվ որ Պողոսը կանգնեց Ֆելիքս կուսակալի առջև գործ կառաքելոցի մեջ, ասավ ով կուսակալ ասավ հիշի, որ մի օր մեռելների հարություն կա, եւ բոլոր մեռելները թե կենթանիները պետքա կենթանի Աստծո առջև կանգնեն,
եւ ամեն մեկը իր արածի եւ ապրոցի համար պետք է հաշիվ տա։ Եվ ամեն մեկ իր գործածի համար, թե հայտնի, թե գաղտնի, թե բարի, թե չար, պետք է Տիրոջ առաջ հաշիվ տա։ Դա համար բարեկամներ, թող Սուրբ Հոգին օգնի, որ հասկանանք, եթե մենք նեղության մեջ ենք, մեղավորը մենք ենք, որտեղ մենք Աստծո խոսքը զանց ենք անում։ Մենք գիտենք Աստծո խոսքը, բայց հեռու ենք մնում։ Իսկ Աստված իր փառքը ոչ ոքի չի տալիս, հիշեք։ Աստված մարդ չի։ Աստված մարդ չի, հիշեք, նա իր փառքը ոչ մեկին չի տալիս։ Որտեղ նա փառքերի փառավոր Տերն է, եւ նա իմ ու քու տված փառքի կարիքն էլ չունի։ Հենց չի որ Աստված սպասում է, վայ, երբ պետք է արտակը ասի, փառք ես Տեր, որ ինքը փառավորվի, քավլիցի։ Արտակը մեռնի ապրի, թե չլի Աստված փառավոր է։ Ամբողջ երկիր ու երկինքը լինի, թե չլինի Աստված փառավոր է։ Ամբողջ տեզերքը լինի, թե չլինի Աստված փառավոր է։ Որտեղ այս բոլորը ինքն արել, ինքն է ստեղծել, ինքն է հավիտենական փառած իշխանը։ Իսկ ինչի համար է մարդը, որ պիտի հասկանա ու իր համար էս ամենը, բայց որ չի հասկանում մարդը, դրա համար էլ մերժում է Տիրոջ խոսքը, ասում է, Բարձրյալի խոսքն ու խորհուրդներ անարգեցին, նրա համար սիրտը խորանալսեց նեղությունով, որ տկարացավ եւ ոչ որ չկար որ օգնեց։ Այսինքն, երբ որ մարդը անարգում է Տիրոջ խոսքը, այդ Բարձրյալի խորհուրդներն անարգում է, Աստված թույլ է տալիս նրանց խոնարհվին։ Իսկ մարդը ինչով է խոնարհվում? Նեղությունով։ Մինչև նեղություն չկա, մարդը չի խոնարհվում։ Մինչև ցավը չկա, մարդի բգին չբռնի, մարդը չի խոնարհվում, որտեղ մարդը ամբարտավան գոռոս հպարտ մեկն է։ Եսայի մարգարեն այսպես ասում. ասում է դու այնօրն ես բարձրանում, երբ որ իմ գոռոս ամբարտավան հպարտությունը ջարդում ես։ Գիտես, մարդը իրան թագավոր ազգում։ Հիշում եմ մեր Պարսկաստանի հայ եղբայրը, իր եղբայրը Վարդան եղբայրը, երբ որ 90-ական թվականներին մեր կայարանի ակումբում պաշտամունք էր, մի հատ վկայություն տվեց։ Ասում եմ Պարսկաստան, մի հատ վարորդ կար, ասում է, շատ ուժեղ հաղթանդամ ֆիզիկապես շատ ուժեղ աժդահա մարդ էր, ասում է, շատ ուժեղ էր։ Ասում է, բոլորը իրանից ասում է, լավ դրբով մարդ էր, բոլորը քաշում էին, վախում էին։ Ասում է, որ մի օր սրան ասում է, խոսացինք Հիսուսի մասին, ասա վայ ախպեր, ինչ Աստված, ռես իմ Աստված, իմ ոտքերի մեջ է, իմ ուժը, իմ զորությունը, ես եմ իմ Աստվածը։ Ասում եմ, մեկ էլ չանցկացավ ընդամենը մի քանի շաբաթ, այս մարդը մեքենան ավարյա տվեց ու երկու ոտքը կտրեցին, ծնկներից վերև։ Ասում է, կտրել են հմի, գնացել ենք, ասում է։ Գնացինք նորից հարևաններ, ասում այցելել ենք, հե ասում եմ, բա ուրա քու Աստվածը։ Այդ ոտներ տեին քու ուժը, ուրա քու Աստվածը։ Ժողովուրդ ջան, այսօր մարդը մինչև չտկարանա, խելքը գլուխը չի գա։ Իսկ այդ տկարացումը երկար process է տևում։ Տարիներ կարա քաշի։ Հոգևոր մարդը մինչև անապատ չմտնի, ինք իրան չի ճանաչի։ Լանայեք, թե Պողոսը մտավ այդ անապատ, 14 տարի Պողոսի մասին խաբար չկա։ Մեկ է 14 տարի հետո գալիս ասում է, այսքան բան եղա, այսքան հարական քաշեցի, այսքան ծովի անդունդը մնացի, այսքան ծեծ կերա, կրետը եմ ինձ սենց արեցին, էս արեցին, այդ որտեղ էր անցկացել խոնարհության ճանապարհին։ Հովսեփը ուներ Տիրոջից, որ պետքա իր հոր ժառանգորդը լինի, որ պետքա ամբողջ Իսրայելը իրան խոնարհվինքը պետքա Իսրայելի փրկիչ լինի, բայց 20 տարի բանտում էր, գերության մեջ էր, ստրկության մեջ էր։ Ինչ եք կարծում, սատանան չէր ասում Հովսեփ, բա ուր է այն տեղածը Տերասը։ Հովսեփ, այն որ ցորենի խուրձերը խոնարհվում էին, արևն ու լույսինը հերետ ու մերետ քեզ խոնարհվում են, բա ուր է Հովսեփ, ասում էին, բայց նա հավատում էր Տիրոջը։ Եվ Տեր իր խոսքի հետևը կայնած էր։ Ժողովուրդ ջան, թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որ մենք հասկանանք, եթե նեղությունը մեր կյանքի մեջ գալիս է, կլի հիվանդություն, կլի նեղություն, կլի տառապանք, դա մի բանի համար առաջնային է, մեր խոնարհվելու համար։ Դրա համար մենք ոչ թե պետք է խառնվենք իրար, թեկուզ ես էլ եմ շատ խառնվում։ Խառնվենք իրար, ասենք, այլ գնանք ասենք Տեր, որտեղ ենք սայթակել։ Ինչն ա եղել, որտեղից եմ ես ընկել, որտեղ եմ ես իմ դուռը բացել, որ թշնամին կարողացել այդ դռնով ներս մտնել, որտեղ այն պատուանը բացվել, որտեղ այդ ճեղք առաջացել, որ այդ ճեղքով թշնամին կարողացել է ներս մտնի, ինձ օգնի, որ այդ ճեղքը փակվի, որ այդ պատուանը փակվի, որ այդ դուռը փակվի։ Համար ժողովուրդ ջան, մենք լուրջ պետք է հասկանանք։ Այո, նեղությունը նրա համար է, որ մարդը խոնարհվի։ Առագացի մեջ գրված է։ Ասում է, մարմինը տկարանալուց անձը դադարում է մեղ գործելուց։ Որտեվ Աստված այնքան մեծ սիրող ողորմած Աստված է, որ նա ամբարիշտի կորուստը չի ուզում։ Նա չի ուզում աքսորված մնա։
Նայում ենք Հեզաբելի մասին պատմությունը տալիս է ամբարո այդ կնոջ մասին, բայց Աստծո սերը այնքան մեծ էր, հայտնության գրքի մեջ ասում է այդ ամբարոին գցեց անկողին, որպեսզի մարմինը փթի, որ հոգին փրկի։ Մարմինը փթի, բայց որ հոգին փրկվի, որովհետև մեր հոգիները անմահ է, մեր մարմինը ժամանակավոր է, ժողովուրդ ջան, չգիտեմ քանի տարի։ Այս վերջերս որ Սամվել եղբոր հետ էինք մեկել, Սամվել եղբայրը որ բան արավ, վերջի խորհրդում մի երկու շաբաթ, 3 շաբաթ չկա, եւ որ ռաժեշտ տվեցինք, մեկ էլ խոսած բան, մեկ էլ մերավոն թե այ Սամվել ախպեր զենքերդ վայրես դնեմ։ Ժպտած ասավ, ահա ասավ, զենքերս վայր չեմ դնեմ։ Իրողությունն է, պետք է գնամ ասավ։ Դի գնանք ասավ, ոչ եք մնալու։ Հետո Տերը հրաշ չանի պետք է գնամ, պատրաստ էր, գիտեր, ժողովուրդ ջան։ Համի ուզես չուզես մի օր պետք է գնաս, չգիտեմ քանի տարի պիտի ապրես։ Այդ որ գնում ես, ով է քեզ դիմավորելու, ուր ես գնում, Երանի եթե դու իմանաս։ Որտեւ այսօր շատ-շատերը գնում են, բայց չգիտեն թե իրանց ով պետք է դիմավորի։ Երանի նրան, ով որ գիտի, որ իրանով է դիմավորելու։ Երանի նրան, ով որ իր դիմավորողներին սպասում է։ Գիտեք, դրա համար մենք պետք է մի բան հասկանանք։ Հիշեք, ցանկացած նեղություն, դժվարություն, սա նրա համար է, որովհետեւ մենք խոնարհվենք։ Որտեւ երբ որ մենք խոնարհվում ենք, մենք ենթարկվում ենք Աստծո խոսքին։ Բայց երբ որ մարդ ինքը հպարտ ամբարտավան է իր վրա մի բան է կարծեմ, ես, Տերն ասում է դե դու գնա, որովհետև ընդամենը մեկ իրավունք ունի ասելու ես եմ։ Դա Տերն է։ Եվ որ Տերը Մովսեսին կանչեց եւ ուղարկում էր, որպեսզի Մովսեսը գնա Իսրայելին Եգիպտոսից ազատելու, ասավ լավ Տեր, գնամ ինչ ասեմ ով ինձ ուղարկել, ասավ գնա ասա եսն եմ, եմն եմ, ես եմ որ եմ, ես եմ ուղարկել։ Եվ մեկն էլ ուզեցավ ասի ես եմ։ Եվ նա խորտակվեց ու հավիտենական կրակից ծնբիլիճի մեջ իր տեղը պատրաստվեց։ Դա դևն է, որ նա ուզեցավ համարձակվի եւ Տիրոջ հետ ասի ես եմ։ Դա մարդ թող Սուրբ Հոգին օգնի, ժողովուրդ որ մենք խոնարհվենք եւ 19-րդ խոսքի մեջ 19-րդ խոսքի նույն 107 Սաղմոսի եւ դեպի Տերը աղակեցին իրաց նեղությունում եւ նա նրանց փրկեց իրանց վշտերից եւ իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց, նրանց ազատեց իրենց կորուստից։ Երբ Տերը այս ամենն արավ, երբ որ դեպի ինչ արեցին, Տերը աղակեցին։ Եվ որ ասում է դեպի Տերը աղակեցին իրանց նեղությունում, նա նրանց ինչ արավ, բժշկեց։ Իսկ ինչպես բժշկեց, եւ որ խոսքը ուղարկեց։ Այսինքն մինչև խոսքի հայտնությունը չգա մարդու կյանքի մեջ, այս մարդը բժշկություն չի գտնի, քուրեր եղբայրներ։ Դա մարդ թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որ մենք լուրջ սրա վրա խորենք։ Լուրջ մենք այսօր նայենք, ինչքանով ենք մենք այդ խոսքը մեր մեջ կյանք դարձրել։ Դավիթն ասում է քո խոսքին ոտքերին լույս է, իմ ճանապարհներին ճրակ։ Այս խոսքն է, որ պետք է հայտնվի մեր կյանքի մեջ։ Եվ եթե այսօր դու այս խոսքի հայտնությունը չունես, այս խոսքը քո հետ չի աշխատում, դու ոչ մի բան չես կարող հասնել։ Կգաս, կաղոթես, կհավատաս, կգնաս մի օր, մի շաբաթ, մի տարի, մի ամիս, 20 տարի ու վերջում եք թողես ու գնաս։ Բայց երբ որ խոսքի հայտնությունն է գալիս, նա բերում է բժշկություն, նա բերում է հայտնություն, նա բերում է օրհնություն, որովհետև այդ խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Օրհնյալ է Տերը, օրհնյալ է նրա մեծ Սուրբ անունը, ժողովուրդ ջան։ Հիշենք, որ երբ որ մարդը խոսք անարգում է, նեղություն է Տերը թույլ տալիս։ Որտեւ այդ նեղության մեջ մարդը խոնարհվում է։ Այդ տկարության մեջ, հիվանդության մեջ, խնդրի մեջ, դժվարության մեջ մարդը խոնարհվում է։ Երբ որ խոնարհվում է, Տիրոջ ձայնը լսում է, սկսում է աղաղակել Տիրոջը, այդ ժամանակ Տերը ողորմություն անում ու բժշկում է։ Բայց մինչև չաղաղակի, Տերը ոչինչ չի անի։ Գիտեք ինչու՞։ Որտեւ Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ Տիրոջ աթոռի հիմքը սրբությունն ու արդարությունն է։ Աստված Սուրբ Աստված է։ Արդար Աստված է։ Նա չի կարա որից է մեկին առանց նրա հրավիրելու, առանց նա կանչելու, ինչ որ մեկի կյանքի մեջ ինչ որ բան անի։ Որտեվ եթե նա անի, նրա իշխանը օթի, նախքին Տերը պետք է ասի, այս մարդը իմ գերին է, այս մարդը իմ ծառան է։ Ինչի ես դու Սուրբ Աստված զորով, քուժով անեմ, դե եթե բարի Աստված ես, արդար ես, թող ինք իր որոշումը կայացնի։ Այդ համար ժողովուրդ ջան, թող Տերը օգնի մեզ, որ մենք տեսնենք ու Տիրոջը գանք։ Թող Տերը փառավորվի։ Շատ ժամանակ այս նեղությունները, դժվարությունները մենք ման ենք գալիս սրա վրա գցենք, նրա վրա գցենք։ Մրսեցին, գրիպ ընկանք, էս չլավ, են չեղավ, են մեկ էս արավ, էս մեկ էս բերեց։ Բայց լավ կլի առաջի հերթին մի հատ ինքնակնության գնամ։ Տեր,
Եթե ես տեղ բաժին ունեին ցույց տուր։ Իմ բաժինը ցույց տուր։ Եվ որ Տերը արդեն ասի, այդ կերևա։ Մի բան էլ ասեմ ու վերջացնեմ, տիաղոթենք։ Շատ ժամանակ ասենք ընտանիքի մեջ հենց որ դժվարություն ալեմ, երեխեքի հետ կապված։ Հենց որ մի լավ բան են անեմ, հերը գլուխը գովում է, ինձ ակցե, մերն ասում է, չէ, երեխեն ինձ ակցե։ Հրոխբերն ինձ ակցե, տատը պապը ինձ ակցե։ Հենց որ մի վատ բան անեմ, կնիկը քեզ ակցե տղեդ։ Մարդն էլ, քեզ ակցե երեխեդ։ Վադը ուրիշի վրա են գցեմ, լավ ում վրա։ Այ, վադը բերեք մեր վրա վեր ունենք, լավն է տանք մեր Տեր Հիսուսին։ Որտեղ մենք վադն ենք, վադը մերն է, իսկ փառքը, պատիվը, գովեստը, օրհնությունը, փառաբանությունը մեր հորինն է։ Կանգնենք աղոթքի, ժողովուրդ ջան։